Ելենա Արշակյանի «Հարսնազորի լեգենդը» հեռուստասերիալում Արմոն ընկերների օգնությամբ տեղափոխվում է հիվանդանոց վիրակապ ստանալու։ Նրանք նախապես զանգահարում են ոստիկանություն և պատմում տեղի ունեցածի մասին։ Արմոն շոկի մեջ է, հասկանալով, որ ինքը չի հասցրել վերահսկել իրավիճակը։ Նա պատրաստվում էր ամեն բան ինչպես միշտ իր ձևերով լուծել, առանց իրավապահներին ներգրավելու, սակայն այս անգամ ամեն ինչ դուրս է գալիս իր հսկողությունից։ Քանի որ ընկերները պատմում են ճշմարտությունը, Հայկը շատ ծանր չի տուժում, սակայն միջադեպի հետևանքներն արդեն սկսում են բացահայտվել։ Հայկին կանչում են ոստիկանություն հարցաքննության։ Քննիչը նրան հայտնում է, որ սովորական պայմաններում նա կձերբակալվեր, մինչև բոլոր հանգամանքները պարզվեին, բայց սա այդ դեպքը չէ։ Այս անգամ ամեն ինչ բացահայտ է, ամեն ինչի մասին արդեն խոսվել է, ուստի Հայկին պարզապես կալանավորում են ժամանակավոր կարգով։ Մյուս կողմից Սոնան առանց հոր թույլտվության և աջակցության վերադառնում է Հայաստան։ Նրա միակ նպատակը Վռամին տեսնելն է, թեկուզ վերջին անգամ։ Նա անմիջապես գնում է հիվանդանոց, անտեսելով բոլոր արգելքները։ Շուտով այնտեղ է հասնում նաև Միքոն։ Թեպետ նա բացարձակապես գոհ չէ, որ Սոնան վերադարձել է հանուն Վռամի, սակայն չի թողնում քրոջը մենակ այդ ծանր պահերին։ Որոշ ժամանակ անց ուշ երեկոյան Սաքոն ու Նարեն նույնպես ուղևորվում են հիվանդանոց։ Ճանապարհին Սաքոն ստանում է Արմոյի զանգը։ Արմոն հայտնում է, որ վաղը չի կարող աշխատանքի գնալ, քանի որ կռիվ է եղել և իրեն դանակահարել են։ Ուստի հանգստանալու և ապաքինվելու կարիք ունի։ Սաքոն միանգամից զայրանում է ու հետաքրքրվում է, թե ում հետ է կռիվ արել Արմոն։ Նարեն, որ նստած է հոր կողքին, մեքենայում, լսում է ամբողջ խոսակցությունը և խուճապի մեջ է ընկնում։ Նա անմիջապես ենթադրում է, որ Արմոն և Հայկը հանդիպել են և որ Հայկն է դանակահարել Արմոյին։ Իրականում, սակայն, հենց Արմոն է պատահական դանակահարել ինքն իրեն, Հայկին սադրելով և իրավիճակը տանելով ծայրահեղության։ Երբ Սաքոն և Նարեն հասնում են հիվանդանոց, տեսնում են այնտեղ նաև Սոնային ու Միքոյին։ Սաքոն միանգամից հարձակվում է երկուսի վրա, պահանջում նրանց հեռանալ։ Նրա խոսքերը լի են ատելության և զզվանքից։ Նա չի ընդունում նրանց ներկայությունը ոչ հիվանդանոցում, ոչ էլ իր կյանքի որևէ ոլորտում։ Նարեն փորձում է հորը հանգստացնել, փորձում է խոսել զսպացնող եղանակով, մեղմ եղանակով, բայց նրան չի հաջողվում։ Հակառակը, իրավիճակը ավելի է բորբոքվում, երբ Միքոն ևս կորցնում է ինքնատիրապետությունը։ Նա սկսում է գոռալ Սաքոյի վրա, արգելելով իր քրոջը այդ կերպ վերաբերվել։ Այսպիսով արդեն իսկ լարված մթնոլորտը վերածվում է բացահայտ դիմակայության Սաքոյի և Միքոյի միջև։ Հիվանդանոցում Վռամի մահամերձ ներկայությամբ թուշնամանքները վերադառնում են իր բնական հունին։ Եթե ցանկանում եք, հաջորդ հատվածում կարող եմ շարունակել, ներառելով Վռամի վիճակի զարգացումը, Սոնայի արձագանքը, Հայկի կալանքի հանգամանքները և Արմոյի մանիպուլյացիաների շարունակությունը։ Աշնաջամ կասես։ Հեծած կեսը աղբերս։ Հեծած կեսը, հասկաց, մերսի։ Տոլման այո, ստոր։ Այո, տոլման, Մարիամի Իջարից մի քանի հատիկ բան է մեջը, սովորական ինչ հրանձով էլ կա մեջը։ սուտ տոլման։ Հա, մի քանի Ես որ ինքը ինձ նորմալ մամայություն անում, հանգիստեղ ենք պատրաստել է, աղցանով, բանով, ամեն ինչով, տեղին, հետո պորտիկացի հեչ լավը չէ։ Ով ասեցի։ Դե ինչ էիր ասում, ասում էիր, տունը ճաշով Տիկին Անիկ, տակ ճաշով տղամարդը։ Որ չեմ պահում։ Հա, տակ ճաշով, բայց դե փոքր եք, մի օր կհասկանամ։ Երիտասարդ աղջիկ է, երեկ։ Գոնե համամով է։ Մառոժին համովա։ Այսօր ինչ ենք պատրաստել։ Այսօր պատրաստել ենք շոկոլադե ֆանդան։ Ամ լավ քեկ։ Ուզում եմ նշել, որ առաջին անգամ ենք պատրաստում։ Այն միջայլուց այդ դառը շոկոլադը գոլորշու վրա հալեցնենք, ավելացնում ենք կարակ։ Չաղանալու ենք ամեն դեպքում։ Հալացնում ենք, հարակնում շոկոլադը։ Պետք է ձուն խառնենք շաքարի հետ։ Ավելացնում ենք արդեն շոկոլադը, ու ավելացնում ենք ալյուրը։ Մի փոքր վանիլին։ Մի քիչ է ախ։ Աղ ինչի համար է։ Կա, բացում է համը։ Կարող աղի լինի վերջում։ Կարող ինչ որ մարդիկ ասեն, որ սխալ ենք սարքել, բայց
Կարող է նաև սխալ ենք զարգել, վերջի բացառում։ Տարբեր բաղադրատոմսեր են փորձել, նույնիսկ Ծանոթ ChatGPT-ին եմ հարցնել, դուր չեմ ասում։ Հա, դա բարեմ շփվում էր ChatGPT-ի հետ, ես որ եկա։ Մի փոքր պետք է լինի կապան։ Կիսում ենք նայսես 4 մասի, այսպես։ Եղա։ Իբա տեղափոխվում ջար։ Չպնել դաշվում եք։ Մեր մոտ չստացվեց ճիշտ ձևով ստանալ։ Ցանկանում Չի բացացել ուղարկի, չգիտեմ ինչ, երևի լավ չենք արել ինչ որ մի բան։ Չի ծորում։ Ինչա, շոկոլադե բլիթ։ Մороженое նորմալին համով է։ Հա։ Մար լիսի շուտ 3 հատ հարց եմ տալի, պետք է շուտ պատասխանես։ Հա, ասա։ Քո սիրած գույնը, Ասել։ քո սիրած օրվա ժամը, Օրվա ժամը Հա։ 12։ այսինքն 12-ը որ մեկը։ Օրվա ժամը։ Այդ հիշեցի։ Շեվա։ Իսկ քո սիրած ուտեստը։ Սպապաս։ Վայ, մոյ սարիչն եմ սիրում, սպաս։ Բորշ։ Իրականում ուզում եմ ձեզ հետ կիսվել, թե ինչի համար է սկսել գալ մարզասրահ։ Մի օր ուղղակի ինձ պետք է չափել իմ ոտկատեղը։ Ես չափեցի եւ իմ հայրամին կիբը սարսափելի կիպ 81 սանտիմետր 81 սանտիմետր է իմ բոյի ու իմ կազմվածքի համար շատ է դունակացեք ինչ եմ ես գալիս մարզասրահ հենց դրա համար որ այս 81-ը գոնե դարձնել 70 մինիմալ իմ նպատակը այնպես որ առաջ Ես ուզում եմ շնորհակալություն հաղարի հայտնենք թերթը Եմին Արմենիա TV-ին լուսաբանելու համար, մեր նոր նախագծին անդրադառնալու համար եւ մեր ամուսնական զույգի երկու աստիճանաբանդակը մեզ հետ քաշ տալու համար։ Ահ, բան ստացվեց, բայց